Ողջույն։ Ողջույն։ Ես էլ իրիսները։ Նայջան, ես էլ քո ցանկություն։ Իրիսներն էլ տեսակ ժողովուրդ։ Ու գնանք։ Ամսի 23-ն է, 20 աստիճան է։ Գնում ենք Նելիի հետ պետք է հանդիպենք, վերջապես եկավ Երևան։ Համել մի հատ Անահիտի ծնունդը մի քիչ հետին թվով կնշենք։ Վաղուց չենք տեսել Նելիչկային։ Հա։ Դե անընդհատ ստեղ չի։ Դու մենք կարգին տենում այմ արտընկերներիս արդեն 3 շաբաթ չեմ տեսել։ 3? Նայեք, կրնել է։ Ես մի շո, ես 3 օրներ մնացած։ Չէ, մեջև էտել։ Լավ, մի խոսքով կենտրոնում կհանդիպենք։ Ես նոր հասկացա, ինչ եմ միշտ լյովանում նկարում է, լույսը որտեղ լավն է։ Նորմալ երևում ամեն ինչ այս կամերայի համար։ Աբովյան փողոց շատ զարմացած ենք, որ հաջողվեց կանգնել։ Գնանք Անահիտ ջան, շուշանանք, արդեն ընդեղ անելին, հա? Որասի պատխոդում ասեց խարաշո։ Հա, էլի ճիշտ է, այմ արդ անց 5-ը։ Ոնց անց 5-ը? Հա, 5 րոպե ուշացել ենք Անահիտ։ Ես ինչի նման է։ Թումանյանով ենք գնում։ Թումանյանով ենք գնում։ Պլաշից վեր ես կալ է։ Հա, վերցրեց։ Որտեկի։ Բայց ես ուխական չի հասկանում։ Հələ մետ գրիլյանը ստեղ էր։ Մյուսն է։ Գոլդեն խնկալիում կերանք, են անգամ արդեն։ Չէ, գիտա առանձնապես չհավանից։ Հա? Հա։ Ձեր Չէ, լավ էր։ չի։ Մի քիչ շատ մեծ էր։ Ու տակ-տակ վիճակում ես փոքր չէր ելնում բարձրացնել, թափվում էր։ Հա։ Հետո որ սառեց պնդացավ, հələ նա ինչ լավ տեղ անեց։ Այդտեղն էլ է շատ լավ, Հա։ Դե լավից լավը միշտ էլ կա։ Շուտ անցնենք։ Հա, տուրիստ մարդիկ են, իրանց ինչ ոչ մռազում են։ Բան չկա, բայց որ զոց փռվում են մի գծով, Դե փոքր եմ այդ ինչ անես այ մարդ։ Այս բաները սաղ ծակրտել են, դուրս են եկել, ես այդ գրիլյանը մի հատ մտնոլորդը նայենք, ես կչացրել են սեղանները, վայ, ինչ ապսոս։ Փակրել են, այնտեղ ավելի մոտ բաց են թողել, երևի չեն թույլ տալիս։ Սրանց, սրանց էլ պետք արկել էլ, ամբողջ մայթը փակել են։ Հա, էլի մտամ մի մայթ էր։ Ոնց էր թե Վենա գնանք, հա, վսյոտոկի։ Դե տեսին, հելը գնանք հանդիպենք։ Այդ բանն էլ վատ է, լավ էր, ներում շատ հավանել էին։ Ինչը։ Զեպյուրը, բայց մենք ներին հետ տեղել ենք ընդեղ, ու վապշե իրար վրա շատ ենք եղել են։ Հա, հա։ Չէ, երևի Վիեն վսյոտոկի։ Դեզան վաղուց չենք եղել, բայց էլի շատ ենք եղել։ Շատ ենք եղել, հա։ Են
Բանը ավաշնը գրիլը իրանց լավն է, ես հավանում եմ։ Այսինքն մատերն էլ են լավ էլի։ Հա, իրանց մատերը ամենահաջողն են։ Ու հետո իրանց բանն եմ շատ հավանում, այդ սալատը, սկրիվետկն։ Այդ էլ կկատվի։ Տենց բանես նկատե։ Անունն էլ ինչու մի հատ անուն էր, բայց պետք է հիշել։ Տերյանը դեպի ներքև, են կողմից էլ հյուսիսային գնում դեպի ներքև։ Դες էլ Թումանյանն ատեղից եկանք։ Երկար է, չէ՞։ Շտապում ես, նենց երկար է մեջտեսում։ Ո՞չ, 4:5:28, հա։ Չէ, անայդ են ուրիշ Կամերան է, բայց անցինը րոպե է։ Հեն անելին, ծաղիկներով, վանով։ Ուր անելին։ Հեսը։ Այս կումից է գար։ Սիրում ծաղիկներ։ Գեղեցկուհին Էլին, բարև ձեզ։ Սիրում եք իրար։ Ահա։ Հա, բա ինչ եմ անում, էկան էլի պատրաստվի։ Տնապանին է։ Նեն ջան, ես ինչ օրգինալ վարդեր են, ես ինչ աստեղ։ Ասում են անունը Mandarin վարդ։ Mandarin վարդ։ В народе говорят так. Իրոք ես խոտը իր մեջից ա ոսնում։ Այո։ Լավ էլ ես ինչեր են հնարում այ մարդ հայերը։ Լավ կլեր մի երկու հատ փոքր կովալներ այդ խոտը ուտեին, չէ։ Մուլյաշ սարքին դնեին Վարդանելին բերել։ Ահա, ստեղ եթե հիշում եք Արարատը հղում էր ուղարկի, ես մի հատ պտտվեմ, լավ ցույց տամ, էլի։ Ես հատվածը ասեց ինչ-որ կարծում եմ ճիշտ եմ հասկացել, ինչ-որ հատուկ թանգարժեք ավարտած չի ոնց որ թե սենց մի բան հայր Ես մասը, որ հողը դատարկա, կարծում եմ ծաղիկներ կլնեն, են անդեղ էլ կա դատարկ տեղ։ Ծտեր են բերել, երկնում են։ Լավ են այվում, չէ՞։ Չնայած են նստարաներին իհարկե ծառներ չէր խանգարի, ծառերը լինեին բարձր, ամառը ընդեղ նստել չի լինի։ Լավ կարամ արդեն մերոնց կանչեմ ստեղից իրար հետ շարժնակենք էլի, չէ՞։ Սենց իջնենք հյուսիսայինով, հետո հինգ երևանցիով կթեքվենք։ Կլնի չէ ոնց որ թե պետի որ ես էլ օպերան են ինչ են ընդեղ սարքում օպերայում վաղթ կթան այսօր հիմնարկից ընկերս բան ուղարկեց մի հատ հոյակապ կարճ շատ Բիսմարկի խոսքերը Օտո Բիսմարկին հիշում եք
Շատ արդիական խոսքեր են։ Ասում է հայս մարդը սաղ ծաղիկները նկարում է երևի այդ գործի վրա է, հա։ Ուրեմն գիտեք ինչ ասում։ Ասում է մարդիկ ամենաշատը սուտ են խոսում 3 դեպքում։ Առաջինը պատերազմի ժամանակ, երկրորդը որսից հետո, իսկ երրորդը ընտրությունների ժամանակ։ Հենց որ հայր ջան, զգուշ եղեք, լիքը սուտասանկակ ընտրությունների ժամանակ շատանում են։ Տենց զգուշացում Բիսմարկից։ Դե խելոք մարդ էր, գիտի ինչ ասում։ Սաղ կյանքը քաղաքականության մեջ է եղել, իրանից լավով գիտի։ Անդեղ ճիշտն ասած տենց է չհասկացա։ Եկեք հələ կամերան փոխեմ, կարող է տենց մի բան հասկանամ։ Այս շո պաստար բան են կպցնում երևի։ Կրանն էլ օգնում է էլի այդ գործում։ Մի րոպե ես փոխեմ։ Ահա, սա տեսարան է։ Նա սկսենք խորանալ։ Արավ սենց տեսարան։ Հələ բան չեմ հասկացել։ Արավ սենց տեսարան, էլի կարգին բան չեմ հասկանում, չա գործում, վերջ էլ սրանից ավել ինձանից չուզեք, կարծում եմ ես զողեր են, ինչեր են, սրանց երևի պաստարներ պետք է կպցնեն, բայց են ինչ-որ պրաժեկտոր է ոնց որ ես երևի պաստարդի մոտ։ Լավ, մեզ մնաց համբեր ենք մի քիչ, նոր կիմանանք, այսինքն ուր ենք շտապում, որ ստեղ ենք էլի, չէ։ Մեզ չի, որ մի շաբաթով եկել ենք Երևան։ Այսիշ լավ ճոխ ծաղիկներ են, լավ գնամ աղջիկներին վերցնեմ, տանեմ Վիեն։ Այնտեղ են, այնտեղ գնաց բլոգերը գնացինք լավ մի քիչ նստեմ ու գնանք Համետերեն լավ է, ամեն հայ չի այս տղան որ նստած է, ախ լալ էր, որտեղ ձեռքերով սկսեց, ինձ թվաց արտասահմանցի էր։ Նվերը կարած ջեպը տնես, ինձ ունկայ մեջ կճմատ։
Դնեմ մի րոպե։ Նույնիսկ մեծ է երևում, չէ՞։ Նվերել կա ծաղիկը քիչ էր, հա Նելիք ու կարծիքով։ Անկուշտ աղջիկ ես Նելի։ Ձեզ եմ կաժել։ Սենց Ստերյանովիչն ենք։ Հյուսիսայինով իհարկե հետաքրքիր էր ավելի, բայց հեռու է։ Անպամեց եղանակը։ Ինչ լավ արև էր, չէ՞։ Վենայի ներսը հաճելի է շատ ավելի։ Սենց Ստերյանով քիչն ենք։ Նելին սաղ կպատմի Անահիտին, հետո ընթացքում մենք մաներից ձեզ կպատմենք, ոնց են անցկացրել, Իտալիայում ուր են գնացել։ Այս տղաներին տեսա հեշեցի, հենորը մի հատ կարճն ընց հետաքրքիր վիդեո էր, մի հատ ռուս բլոգեր, Հյուսիսայինի վրա էր ոնց որ, երկու հատ երիտասարդ տղա էր, երևի մի 19 տարեկան երկու հոգի էին, նա հարցրեց, դուք ինչ կարծիքի եք, Եվրոսայուզի հետ ելնեք, թե Ռուսաստանի։ Տղան ասեց, բայց ինչի անպայման մեկի հետ ելնենք, ես Երևանում ինձ շատ լավ եմ զգում, շատ հավանում եմ ու ուզում եմ մենք անկախ ելնենք բոլորից։ Եվրամիություն մտնենք, նրանք ստիպելու են իրանց օրենքները ընդունենք, բան ասում է, ինչներիս է պետք։ Դե ռուսների հետ ասում է, ընդհանրապես հետաքրքիր չի ռուսների տակ ելնելը։ Լավ էին պատասխանում, դուրս եկավ։ Հատկապես այն մասը, որ ասեցին, մենք մեր քաղաքը շատ սիրում ենք, ոնց որ ինքը կա։ Առողջ մտածելակերպ։ Երևի մի քիչ իրականությունից կտրված իհարկե, բայց արդեն իրականություն սարքելը մեծերից է կախված։ Հետո այդ տղաները, որ մեծացան, ես հասկացա ինչքան լավ իրականություն իրանք կաշխատեն իրականացնել։ Այս կլորն է, նայեք Սայաթնովայի վրա, որ տնկել են օպերայի մոտ։ Սա գնդաձև սոսի է կոչվում։ Ստեղ շուտ են դրել համեմատաբար, նենց որ կարանք սրանից պատկերացնենք Սայաթնովայի վրա ինչ ձևի կլնի։ Նայում եք, սենց կլոր է։ Ու ով էր, հա, Գորիսում են լավ տղան, որ իր մոտ ռեստորանում էինք, ինքը ասեց, որ քաղաքի համար սրանք ավելի պրակտիկ են, էլի։ Պատոհանները չեն փակում, շենքերը եւ այլն։ Չգիտեմ, անձամբ ինձ իհարկե մեր են հսկա սոսիները դուր է գալի, բայց ճիշտն ասած ես տենց տանը չեմ ապրել, ասենք երրորդ հարգում մի տեղ ու աչկամբից լրիվ սոսի իրն էլի արջևդ։
Հին Երևանցի փողոցն է։ Էսել են հյուրանոցներ, Կեմպինսկի։ Չէ, կներեք, Կեմպինսկի չի։ Ծառուկյանն է սարքում, Ծառուկյանի փողերով։ Իրանք սկզբից հայտարարեցին Կեմպինսկի, բայց հետո ինչ-որ Կեմպինսկի չեղավ։ Սիրովարնյա։ Կարելի է ստեղել այդ սիրավարնյան էլ փորձել, բայց ճիշտն ասած ես այդ հարցերը մի քիչ կոնսերվատոր եմ։ Հետո այդ մենյուի մեջ ընտրելը բանը հեչ չեմ սիրում այդ պրոցեսը։ Իսկ ստեղ նախորդ գիտես այդ մի դարդից ազատվում ես։ Ստեղ արդեն բոլորը փողով են սարքել, ոնց որ թե հա կարմիր գծերը չկային ստեղ առաջ կարմիր գծեր։ Հիմա սաղ դրածա ստայանշիկները պակասել են, էլ ինչ անեն։ Այն ժամանակ փողը իրանց էինք տալի։ Վայ, այնուր գնացին աղջիկները։ Հիմա անդեղից ոնց են իջնելու։ Լավ գնամ իջած։ Մոյմակ, արդեն ստորգետնյայից մեքենա է դուրս գալի։ Սենց կգան Զարի վարովքիչն են, այնտեղ է, մի քիչ բարձր է։ Գնանք տենանք շատ բարձր է։ Ես էլ դե չինական պատ հերթական, այնտեղ Պուշկին փողոցն է սկսվում, պատի տակից։ Ես նայում եք, սաղ կարմիր գծերը քաշել են, էլ ստայանշիկը ստեղ գործ չունի անելու։ Չէ, նորմալ է, գան, հեսա, ստեղից հանգիստ կիչնեն, լավ, պրոբլեմ չկա։ Բայց ոնց, մի վաղ պրոբլեմ էր։ Քանդել են, ինչ են արել ես մոսը, հեսա, ստեղ ինչ-որ քարքնդել են, են էլ հյուսիսային ընդեղ, ես էլ Վիենը, ապամած է, թե չէ վենում էլ դուրսը տեղ կանոստելու, Վիեննա, Քեյֆատ կաֆե է կարդացվում, չգիտեմ, and kitchen։ Այս լավ ձև է։ Արկղա դնում, ասում է ինձ իմ փողը կտակ, արկղը կհանեմ կկանգնեք։ Եթե մեկը որոշի հետը կռիվ անի, ուզած պետք է հանի իհարկե արկղը, կռիվ նշանակում է փողը չի տա, իսկ սուսպուսը նշանակում է մի հատ էլ այդ մարդուն փող կտա։ Մի խոսքով ձևեր կան, ես էլ իբիսներ, աղջիկները ընդեղ են, ես էլ ստեղ եմ։ Նավես կա իհարկե, բայց անձրևի վաղտ տեղ կա չէ ներսը։ Այսա մեր ընկան ընտրեն տեղը։ Այ, ինչ լավ դատոր կա։
Սրանց տեղը մի քիչ խոդվլատ է, էլի, ճիշտ եմ ասում։ Բարև ձեզ։ Այս աղջիկները կան, իրանք կընտրեն էլի տեղը նստելու, թե չէ, որ ստեղ են կլնելու այդ հաստատ։ Ես իմ ապսեն, սրանով երևի եզրափակվենք։ Կրիվետկան եւ այլն, в общем, շատ հավես ամեն ինչը ու շատ համով է։ Շատ համեղ է, այս ռեստորանը вообще համով ռեստորան։ Գոհեք ռեստորանից, շատ։ Տեսնում ես, Նելին էլ է։ Նելին մի հատ ճոխ կենաց ասեց Անահիտի արդիվ։ Դե լավ, էլ չխանգարեմ մերոնց։ Բոլորիս բարի ախորժակ։ Եկան հյուրանոց ժորժորդ։ Այդ շատ հարմար է, նայեք, ստեղ կարան բերեն, դուրսը նստած։ Ես ինչ է, զեֆիր է հետը, հա։ Դե խմեմ սուրճս, ավարտեցինք։ Այս հենց գեղեցիկ վազայի մեջ, Անայդ, այս վազան էլ տանենք հետներս տուն էլի։ Ինչ? Վազան էլ հետներս տանենք։ Շատ շնորհակալություն, ես էլ հետ կգամ, ճիշտ ասած, աղջիկները մնացին։ Իբիշիները։ Ես ինչքան է թանկացել ժողովուրդ։ 40-45 էր, չէ։ Մի վաղ 30 ինչքան էր։ Այո։ Այս երկու տեղանոցն է, հա։ Մեկ տեղանի եւ երկու տեղանի։ Հանգստյան օրեր, նենց օրեր, տարբերություն չկա։ Անվճար Wi-Fi, նախաճաշ 4-ից մինչև 12-ը ու վերջ։ Լավ թանկ է, Իբիս է, երկու աստղանի համարվում Իբիսը։ Դե Իբիսը միջազգային է, դժվար սա։ Երևանի հնարած գները ելնեն։ Երբ այդ խանութը որտեղ էր։ Էլա որսին։ Նա սիգարետ առնեմ։ Այս անկյունում էր, չէ՞ ոնց էր։ Մեքենայի մեջ լիքը կա է, մոռացավ եկալ եմ։ Չի կարողանում խոսել ոչ թե։ Փաստորեն մի կողմից Վերոնք ուրախանում են, չէ՞ որ Երևան շատ տուրիստ է գալի, ասում են փող շատ կգա հանրապետությանը, այդ շատ տուրիստ գալն էլ ավտոմատ նշանակում է գները թանկանում են հյուրանոցները, էլի։ Երբ այստեղ չէր այդ խանութը։ Ռեկոբրել։ Լավ։ Այս է սուպերմարկետ։
Էվրիկա։ Էվրիկա։ Ծխախոտս ավարտի մտնեմ։ Ստեղ զով կար, չէ, ինչ-որ միտեղ։ Զովքը ցած է։ Հա, ցածն է, հա, լավ, մեկ է դստեից կվեկալեմ։ Խանութ ես մտնում։ Հա, ինչ սիգար։ Էլի ես չմտնեմ, էլի ես։ Ինչ սիգար է։ Էսա կասեմ։ 100 անոց աղթամար։ Աղթամար, հաստ է։ Հաստ է, հա։ Չէ, վեկալ, ես ինչ տազաբաներ։ Հաստ է։ Ստեղ եմ էլի ես երկիչի մոտ։ Հա, լավ է, չմտա։ Լավ տեղ է շատ են ստայանշիկներից է։ Ընտանիքը Գյումրիում է։ Ինչ անեմ, ես է պարեմ։ Պարի։ Բայց ես գոպրն չգիտեմ, մոտ տեղը ոնց կնկարի։ Ստե հետաքրիր է էլի, Էվրիկայում ինչ կա։ Գյումրի գնացող սաղ ավտոբուսների տեղերը իմացա։ Ահագին շատ է։ Են սասի մոտ մի հատ որ հայտնաբերեցինք, հիշում եք։ Բացի դրանից նախ Աբովյանի վրայի սասի մոտ, չէ, ինչ-որ Աբովյանի Սահակյան խաչմերուկ, Կինո Ռասիայի մոտից, կայարանից, էլի կարայմ արդենքան ասեց 1200-1500 դրամ են մարշրուտկեքը, էժան է էլի, ասում եմ մենակ շաբաթ կիրակ ես գրում, ասում է չէ, հենց խելքս փչի կարոտ եմ գնում եմ, մերոնք էլ են հաճախ գալի, ասում եմ ընդեղ գործ չկա, ասում է չէ, զարմանալի է, Hayat geldim sirelim Uzun karda sardım bahar Kocan hampular ötem monat sana Uvayz kyan hangi Vak kyan ki Uviyero Շատ է, չէ, ժողովուրդը, դե շաբաթ օրը, կտար, շատ շնորհակալություն, լավ օր կես,
գորգը ինչ որ խամրել է մի տեսակ։ Հələ մոտենանք նայենք։ Չէ, ոնց որ նույնն է։ Ինձ թվաց խամրել է, բայց ոնց որ նույնն է, չէ՞։ Հա։ Հենով ոնց որ ավելի պայծառ էին գույները։ Այնքան եմ քշե պապի ջան գույնը խամրել է։ Հա, երևի կեղտոտ ոտերով բանով։ Գնացինք։ Տաշ։ Այս մինի վախ է։ Ահա, միացրեց։ Մերոնցից մեկը մեր նայողներից Մոսկվայից ասեց, բայց ես հավանում եմ այդ նիվաների կոլորիտը։ Ես առանձնապես չեմ հավանում, բայց երևի Մոսկվայից որ գալիս ես, ինչ-որ կարոտած ես ելնում, հա։ Այս էր լույս աշխի շենքը, լուսավորության աշխատավոր գրադարանով, գրադարանավարուհուն եմ հիշում նույնիսկ, Ալիսա էր անունը, երևի աղջկաս անունն է, դրա համար։ Որ բերում էի գիրքը հարցնում էր, ինչի մասին էր պատմի մի հատ։ Այստեղից դուրս եկավ այդ Մարգարիտա Սիմոնյանը մի անգամ։ Իմիջիալից Նելին Տաշկենտ էլ է գնացել Իտալիայից բացի։ Հեսա որ գա խնդրեմ պատմիլը։ Բայց ես կամերայով այ մարդ ես կտանջվեմ։ Լավ։ Դու պետք է տանեմ մեկը Նելին, կարող է մեքենայի մեջ պատմի։ Դից ավելի հարմար կլինի։ Ինձ համար իհարկե։ Շենքի վերևը հետաքրքիր է։ Նախ ինչ է այնտեղ։ Այս հրոմում կա ինչ է սենց վերևը այգիներ շենքերի։ Վենայի տեղը փաստորեն մի քիչ կող կա էլի, որտեղ լավն է բավականին ու նայում եք դատարկ կա։ Այս տնից շատ գոհ ենք, շատ շնորհակալ ենք, ապրեն։ Практически идеальный բան էր, չէ՞, обслуживание։ Շատ լավ էր։ Հա, իդեալականի մոտ էր։ Ասում ամենի չավանենք։ Ամենի չավանեցինք։ Ձեզ էլ լավ երեկո։ Այս բանը ձերս է ճռճռում է։ Եկեք սենց գնանք։ Ահա, որոշեցինք այսենց Անահիտը աչից, Նելին ձախից, Նել ջան Տաշկենտի մասին խոստացար, որ մեզ կպատմես անսպասելի բաներ, լսում ենք։ Տաշկենտ պատահական էի գնացել Ահա, ու вообще, ոնց որ տրանզիտով, բայց մի երկու օր պետք է մնայի, որ գայի Երևան։
Այո։ Տեսնեմ, ասում եք գնում եմ Ուզբեկիստանով, չես Ուզբեկիստան գամ, Հնդկաստանից որ գալիս եք։ Մտա Տաշկենտ ու շշմած։ Ես չէի պատկերացնում ու вообще չէի լսել вообще դրանից առաջ թե ինչ ձև Ինչ տեղ, հա։ Просто տասմետ այտենց հեշտ այտենց տրանզիտով կան։ Նենց սիրուն քաղաք, նենց մաքուր, նենց զարգացած, ամեն ինչը շատ կանաչ, Վայ։ վարկերով, այգիները սենց պրոստ նենց մաքուր ու նենց հանգիստ, մարդիկ հանգիստ, ջահելությունը սիմպաթիչնի, սենց շշմել է, չէի հավատում, չէ, աբսոլյուտնը, սենց մեր ջահելության պես ավելի սիրում, հավատից չէր գալիս, արդենց ասում ես, ես մնում եմ ստեղ էլ մնում եմ ստեղ բայց մի հատ էլ նոր քաղաք որ սարքությունում չէ՞ Այդ Տաշկենտն էր Տաշկենտը, Կազախստանում էր։ Կազախստանում, հա։ Կազախստանում էլ են ասում են։ Ոնց էր այդ քաղաքի անունը։ Աստանա չէ։ Աստանա, հա։ Մայրաքաղաքը փոխեցին։ Սուպեր սավրեմեննի քաղաքը։ Աստանա։ Աստանա, Ալմատի բացել են ու Տաշկենտ բացում են հյուսիսից։ Երևանից, հա։ Всё, Անայդ, գնում ենք Տաշկենտ, էլ ոչ մի Բուլղարիա, ոչ մի։ Ալիսան երկու ամիս առաջ էր ընդեղ, ասում եմ շոկից լեռնում է, բայց դա Կազախստանում է։ Սա խառնել եք իրար, այ մարդ։ Իսկ Մենք սա խառնում ենք։ ով է այդտեղ շեֆը, ով է։ Դիկտատորը, թե ինչ որ այդքան չգիտես։ Ես հիշում եմ այդ ռեսպուբլիկաներից մեկը ընկներս ներջան։ Արմենը աղբերս որ գնացել էր, այնտեղ ինչ-որ գործ էր անում ինքը։ Հա, բայց որը մեր Այնտեղ իրանց այդ լիդերի արձանը ոսկուց էր սարքած։ Հա, Այդ տենց, հա։ որտեղ էր, Տատարստան էր, թե Չէ, ինչ Տատարստան։ Կիրգիզիա կարծեմ։ Կարող է։ Ոբշեմ, ասում շշմած В общем, չգիտենք, քաղաքական Ты представляешь? Նել իսկ բանը զբոսաշրջիկներ ոնց նկատեցի։ Քիչ էին, Երևանի պես չէին։ Նենցա որ չբացահայտված ոնց որ քաղաք լինի։ Հետաքրքիր անչի, բայց Հա, չգիտեմ, տենց իսկ մի րոպե, այնպես կոմունիստական ոչ կար մեջը, թե չէ։ Գիտեք ինչ ձևեր ավելի կոնսերվատիվն է, դե համ մուսուլմանական ոնց որ երկիր է, ավելի կոնսերվատիվն է, ինքը ավելի այսպես բառային ոնց որ Երևանում ատմոսֆերաներ չկար, ավելի ընտանեկան, էլի շատ լավ ռեստորաններ կային ոնց որ Երևանում են ու տենց ամեն Եվրոպայում, բայց ավելի ատմոսֆերան հանգիստ է, տուրիստներ շատ չկար, չգիտեմ, տենց նորմալ, տենց էր առաջին տպավորությունը Իսկ ասենք բրենդային խանութներ բանտեր։ ամեն ինչ Լրիվ ստեղի նման։ Մոդրինսում անենց լավ մանիկյուր։ Ավելի շատ նույնիսկ։ ավելի շատ ու ավելի լավ է։ Այն մի հատ կա է բանում լիլերա։ Տեսել ես դրան։ Այդա Կիրգիզստանից է։ Շատ պոպուլարն է, ասենց շատ կարճ մազերով, մի քիչ տղամարդու դեմքով, 63 տարեկան, բայց շատ լավ ֆիգուրայով։ Դա անենց նարյադներ է ցույց տալի, ինքը խանութ ունի սեփական, ու այդ անենց Այդ որտեղ է Կիրգիզստան։ Հա, չէ։ Կիրգիզիա, հա, էլի։ Սպասի Տաշկենտը հորով մորով անենք անայդ։ Այդ երկրաշարժն է, չէ՞ եղել։ Այո։ Պատմվել է, ամեն ինչը հիմա որ սարքել են 60-ական, 70-ական թվականներից ասես, նոր է, էլի։ Հա։ Դեն շատ հին շենքեր չկան, բայց նույնիսկ այդ հին շենքերը շատ ավելի ցենց, չգիտեմ, մաքուր, ավելի ճաշակով սարքած ու նոր շենքերը ճաշակով սարքած։ Ասենց շատ բարձրահարկ չկան, չէ։ Մի մաս կա որ բարձրահարկ, բայց ճաշակ լավ սարքած էլի։ Մեր մոտի պես ցենց կաղավոր չի։ Մի խոսքով հավնած եք Տաշկենտը։ Շատ։ Եղավ, իսկ Լենինի արձան հանդիպեցիր։ Չէ։ Իսկ ոնց զգացիր, կարաս հանդիպես, չգիտեմ, հարցնում եմ հենց։ Չգիտեմ, մեզ համար դա անծանոթ երկիրներ ունից լինած։ Որտեղ օրինակ քույրս Կիշինյով էր, շատ գոհ էր, բայց ասում են հենց սովետական է մի տեսակ, էլի։ Չէ, դե Տաշկենտը դրամա, երևի իրանք որ նոր են կառուցել։ Ես դրանից էի ապշան։ Ընդհանուր այդ սովետական հոտը չկար, հա։ Դաժե աբսոլյուտն է։ Ընտիր է։
Իսկ իրանց շեֆին դե այդքան չես իմանա, կարճ ես եղել, չէ, երևի։ Ով է, կսացի։ Չգիտեմ որտեղից, չէ, Նազարբաև բանսից բաներ կան, բայց ով որտեղա չգիտեմ։ Նարսուլտան, ես ինչ չենք իմանում։ Ինչ Արմեն։ Չէ, երևում է որ մարդը նորմալ մարդ է, որտեվ իր երկիրը սիրում է ու ոնց է սարքել։ Այդ արդեն բարձ է երևում։ Հա։ Քաղաք որ մտնում ես, դու հասկանում ես, որ այդ երկրի թեկուս Ղեկավարը սիրում է իր քաղաքը, իր երկիրը։ Շո Նելի ջան, շատ շնորհակալություն։ Չէ, մերոնց պես, ես 30 տարում մելա կավինից։ Աղջիկներին թողեցի իրանց բլոգերներով զրույցեն, այդ մոդայի եւ այլն վերաբերյալ։ Այս են որ թերթի մեջ նկարը տպում են, ֆոտոյ անում, հետո թերթ են սարքում։ Մի խոսքով այդ մեր երկու տղան, որը պատմեցի, ստեղ են ռուս բլոգերը ինտերվյուեր վեկալում, ասեցին մենք Երևանը շատ սիրում ենք, մեզ ստեղ շատ լավ է, ոչ Եվրոմիություն ենք իզում, ոչ Ռուսաստան, աստորեն երևի Տաշկենտի ժողովուրդն էլ է տենց։ Դե բնական է, ամեն մարդ իրանն է սիրում։ Գլոբալիզացիան ինչ-որ ես չհասկացա։ Նստեք երեխեք ջան, ես… Մենին ասում է շատ լավ ֆոտոներ ունեն Տաշկենտում։ Հաստատ? Նստենք։ Դե ժողովուրդ, նայեցինք նկարները, շատ գեղեցիկ էր։ Ինչ այգիներ էին, ինչ էլ հեծանիվների համար ճանապարհներ։ Մի խոսքով այն ինչ որ ստեղ ուզում ենք որ լինի, այդ լուսանկարների վրա ամեն ինչը կար։ Ընդ որում բրենդովի խանութներ, ամեն տեսակի ինչ որ ստեղ կա, բոլորը կա, մեքենաները համարյա բոլորը նոր ու չինականը շատ է, էլեկտրո մեքենաներ չինական։ Մի խոսքով Նելին հիացած է։ Նույնիսկ ասում մտածում էի, ինչի ես ստեղ չեմ ծնվել։ Հա, իմիջիալոց ինժեներ մեխանիկա իրանց այդ պրեզիդենտն է, պրեմիեր մինիստրն է, ազգանունը իհարկե հիշելու բան չէր ինձ համար։ Մի խոսքով ռեֆորմաները արեհայքին, այդ մահապատիժը վերացրել են եւ այլն, մարդու իրավունքները ուժեղացրել են։ Սենց բաներ էր գրած Վիկիպեդիայում։ Ես մեր ստեղ որ անցանք Սիրավարնյա այդ ռուսական ասմա, դրանից կարա հակին շատ, հետո ինչ-որ Նովիկով դրա ռեստորաններն էր շատ, այդ Սիրավարնյան միտեղ պարկում ասում էին քան գեղեցիկ էր ասմա, շատ ուղակի։ Բայց տուրիստներ ինչ-որ ասեց հեչ չես անում եմ ատի, դե այդ է լսեցիք Երևանի հետ։ Ասում եմ տենց բան կա այդ, շենքի տակը փորեն աստիճաններ դնեն, խանութ բացեն, բացարձակ ասում, ոչ մի տեղ չկա տենց բան, ոչ մի հատ չտեսանք։ Դե բակեր բան բնականաբար չի մտել Նելին։ Ու մաքրությունն էր շատ հիացրել։
Այս տուփերից է ինչ-որ շատ, այնտեղ ներքևն էլ կարի ես ուշադրություն չդարձրեցի։ Սա գինու փառատոնի մասին է, որ Երևանը սարքենք, չգիտեմ ինչ-որ մի բան էր գրած, հեսա գնայինք։ Ես ինչ է, պրոֆիլը փոխել է։ Այ քեզ բան։ Հայաստան, հնագույն, նորագույն գինու երկիր։ Իդեպ ասեմ, մեզ դիմեցին, շուտ էին դիմել, մի անգամ Կոմիտասում հանդիպեցինք, ես երկու օրը զանգ տվեցին, ասում են, ձեր մասին նկարենք, դե չգիտեմ, ուզեցան գործի էլ գանք, մի հատ մեր գործի տեղը, մի խոսքով երկուշաբթի առավոտից հանդիպում ենք իրանց, ասեցին ամբողջ օրը, բայց այդ ամբողջ օր խելքին մոտ չի, մեկ էլ մի բան խնդրեցին, ես ասի, ես էլ ձեզ եմ նկարելու, ասեցին պրոբլեմ չկա, բայց պետք է խնդրենք, որ մինչև մեր ֆիլմը պատրաստ չլինի, իսկ իրանք պարզ է ինձ նման նույն օրը ֆիլմ չեն դնում, ինչ-որ մի շաբաթ պետք է տևի երևի, ասես ձեր այդ օրվա ֆիլմը մի դրեք, մենք կդնենք հետո նոր, էլի, դե ասի լավ, հենց որ ժողովուրդ ջան երկուշաբթի վիդեո չի լինի, սպասենք իրանք իրանցը դնեն, հետո ես կդնեմ իմը, մի քիչ լավ չհասկացա ինչ ենք մենք իրանց պետք, երևի որ այդ փառատոնները միշտ նկարել ենք, չեմ անում, ոնց են դուրս եկել մեր վրա ինչ են արել։ Հա, իրանց աշխատողներից մեկը մեր նայողն է, ինքն է խորհուրդ տվել։ Մտեց, աղջիկներին կորցրեցի։ Հա, նկարեմ։ Սարդի մոտ էին, եկա քթա։ Լավ, ես արագ գնամ։ Ես ով է գոռում է։ Այսքան էին ընդամենը, այն արդես 200 հոգու ձեն են հանում, պրծավ, լավ պրծանք, մենակ ճանապարհը չփակեն, ոչ միտեղ մեքենայով նորմալ գնանք։ Գիտեմ հիշում եք, մի անգամ պատմեցի Օրբելի 5-րդ, 6-րդ դարի հոգևորական հետաքրքիր մարդ էր, հիմա մանրամասնությունները չեմ հիշում, բայց ինքը սենց խոսքեր ուներ. ես սիրում եմ իմ երկիրը, որովհետև նա իմն է։ Ու դե նույնը Երևանը երևանցիների համար, Հայաստանը հայաստանցիների համար, տենց է։
Այդ տեսակետից իհարկե այդ երկու երիտասարդը շատ պարզ իրանց միտքը արտահայտեցին։ Մենք մեր քաղաքը սիրում ենք ու չենք ուզում ոչ մեկի տակ լինենք, ոչ մեկի օրենքներով ապրենք։ Դե հա, բնական է էլի, որ պետք է նենց լինի, որ դու զգաս, որ երկիրը քոնն է, որ սիրած վարքերով, վարքով, դե մաքրությունը կանաչի երկը լավ է, բոլոր տեղերը, այդ ունիվերսալ արժեքներ են։ Դե, թող Տաշկենտին Տաշկենտը իր սիրի, Երևանցին Երևանը։ Ունեն ցլնի, որ ոչ մեկը հարկադրված չլինի վեգանալ գնալ իր երկրից էլի, չէ։ Եկել ստեղից ճամփորդելը հեշտ ելներ էլի։ Առաջ սովետներ խանգարում անընդհատ, որ մարդ ազատ ճամփորդի։ Հիմա էլ այդ դեսպանատները այդ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, հերթեր, չգիտեմ ինչ, մարդ հիշում է հավեսը կորում է։ Հիմա դրա համար ինչի է պետք անպայման այդ Եվրամիության եսիմ ինչ ելնել։ Երկիրը այլի գնում ենք ստեղից ընդեղ։ Գաղամ ենք վայրենի ենք, ինչ ենք։ Ազատ թողեն այ մարդ։ Azzi bilekler var. Ես էլ մեր կինո Մոսկվան, են կողմից ես եկամ ու գնամ ես կողմ։ Նստեմ մեքենա, գնամ աղջիկներին Կարապի լճի մոտից վերցնեմ ու Նելիին տանենք տուն։ Հասանք Մաշտոց Բողոտա, հեսա Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում հրաժեշտ տանք ու մենք հանգիստ գնանք մեր գործերով։ Ես էլ Ֆրանսիայի հրապարակը, հայր ջան, լավ մնաք միշտ առողջ, աղջիկներ լսում են ձեզ։ Ստեսություն ձեզ, Շնորհակալություն շատ։ առողջություն եւ Նել։ Նելու շատ իր լսի։ Խաղաղություն առաջի հերթին։ Այո։ Հետո իհարկե ուրախություն, սեր, Դե բարյություն։ ասում ես էլի, Նելի, Տաշկենտում ոչ մեկը չէր մտածում, չէ, խաղաղություն։ Այնտեղ ինքստինքա այդ սախ կար։ Իսկ մենք այստեղ ամեն օր աղոթում ենք այդ խաղաղության համար։ Դե խաղաղ է, ինչ է։ Էդ ասա, ինչ է, խաղաղ։ Դե գիտես, как на лезвии ножа, Այսենց է, 2-3 հայ հավաքվում են, սկսվում է։ Այսօրը սենց է, վաղը կարա ռեսկը ուրիշ լինի։ Ինչ իմանա։